Բարև ձեզ եթերում բացարձակ արժեքն է, իսկ այսօրվա իմ հյուրը Օրան բարեգործական կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանն է։ Բարև ձեզ տիկին Արմինե։ Բարի օր ձեզ։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հաղորդմանս մասնակցելու հրավերը։ Սիրով եմ ընդունել։ Հաճելի է միշտ ձեզ տեսնել, ամեն անգամ ավելի գեղեցիկ եւ ավելի երիտասարդ։ Տիկին Արմինե, Հայաստանում ոչ պաշտոնապես, այսպես ասած, կանանց միամսյակն է։ Ըստ ձեզ, ինչ է տալիս առհասարակ կանանց այս տոները, իրենց նվիրված տոները։ Գիտեք, նայած ինչ կին, օրինակ ես հանգիստ չեմ զգում։ Ես միշտ մտահոգ եմ, երբ որ մարդիկ ծաղիկներ են բերում, նվերներ են բերում, որտեղ մտածում մի ավելի հոգս է եղել իրենց վրա։ Բայց ընդհանրապես լավ է ուշադրություն ստանալը մարդկանցից, մանավանդ քո ընտանիքի անդամներից, քո մտերիմներից, միշտ էլ հաճելի է, միշտ հաճելի է։ Ասում են, որ կանանց համար տոները չէ, որ պետք է տոն դարձնեն կանանց օրը, սակայն ստացվում է այնպես, որ Հայաստանում այնքան մտահոգ են մարդիկ, այնքան հոգս ունեն, որ հազիվ են հասցնում տոներին գոնե ուշադրություն դարձնել իրենց կանանց։ Գիտեք, ես համաձայն եմ այն մտքի հետ, որ տոները լավ են այն առումով, որ կյանքդ ավելի հետաքրքիր է դարձնում, իրադարձություն է նոր, բայց երբեմն ծայրահեղության են գնում եւ խեղճ տղամարդիկ այնքան մտահոգվում են եւ այնքան դժվարություններ են կրում ուրախացնելու իրենց կանանց, որ մեկ ասում ես, չէ, չարժե։ Լավ է չլինեն այդ տոները։ Տիկին Արմինե, շատերը կարծում են, որ Հայաստանում պետք է ղեկավարի կին։ Հետաքրքիր է ձեր կարծիքն այս առումով եւ ըստ ձեզ ինչու են ավելի շատ նմանատիպ կարծիքները, որ ղեկավարը ցանկալի է լինի Հայաստանի կին։ Դե գիտեք, կանայք ավելի ես կարծում եմ ավելի հավասարակշռված են լինում եւ ավելի սիրող են, ավելի հոգատար է եւ այնքան խնդիրներ ունենք այսօր մեր երկրում, այնքան չարություններ օդար զգացմունքներ են մտել, որ կարծես թե մի այսպես մայր է պետք, որ գա եւ ասի, գիտեք, հանդարտվեք, բարիացեք, այո, բավական է, որովհետեւ այն կերպարը, որ հիմա տեսնում եմ մարդկանց մեջ, դա մենք չենք, դա հայը չի, դա այն Հայաստանը չի, ես միշտ ասում եմ մեր անմեղ Հայաստանը, մեր անմեղ Հայաստանը չի, այն Հայաստանը չի, որ դու կարող ես փողոցով քայլել եւ մարդիկ ուզեին քեզ օգնել, քեզ հյուրասիրել առանց որևիցե շահ ունենալու։ Հիմա ամեն ինչը դարձել է շահ, ամեն ինչը դարձել է դրամի շուրջ, ամեն ինչը դարձել է ավելի եսակենտրոն եւ ես ուղղակի հույս ունեմ, որ այս ամեն ինչը մի օր մենք կթոթափենք մեր վրայից եւ մենք ետ կվերադառնանք մեր ակունքներին, մեր իսկական այդ հայ, բարի, հյուրասեր, ցանկացող եւ օգնող միմյանց հայերին։ Տիկին Արմինե, ձեզ ինչից է եկել այդ չարությունը։ Դե շատ բարձ էր, որ երբ որ կարգերը փոխվեցին եւ ավելի կապիտալիստական երկիր դարձանք, դա ինձ թվում է մի քիչ բնական էր այդ ժամանակաշրջանում կարճ։ Կարծում եմ նաեւ, որ ինտերնետը շատ չի օգնում, այս Instagram-ները, Facebook-ները, մարդիկ յուրաքանչյուրը հայտնաբերել է, որ ինքը կարող է անհատականություն լինի, աստղ լինի, եւ բոլորը սիրում ենք աստղ լինել, բայց նորից մեկ-մեկ չափազանցության գիրկն ենք ընկնում եւ ես կարծում եմ այս բոլոր այս ծայրահեղությունները, որ մենք ունենում ենք, ինչ որ ժամանակ յետդարձ կունենանք եւ նորից կգանք եւ հավասարակշիռ կյանք կվայելենք։ Կանայք միշտ իրենց դերը ունեցել են հայոց պատմության մեջ, սակայն ժամանակի ընթացքում նրանց կարևորությունը կարծես թե ավելի է մեծացել։ Ըստ ձեզ այսօր հայ կանայք իրենց լիարժեք ներգրավվածությունը ունեն հասարակական ու քաղաքական կյանքում։ Գիտես, շատ ճիշտ ես նկատում եւ
Կուզեի տեսնել ավելի անդրադարձներ պատմական օրինակներ, որտեղ օրինակելի կանայք շատ կարևոր են մեզ համար եւ հենց մեր էպոսը Սասնա ծռերի մեջ ենք մենք ունենք ինչ լավ օրինակներ, հենց Սովինարը, որ ինքը անձնազոհություն արեց, որպեսզի երկիրը փրկի, որպեսզի եւ այդ օրինակելի կանայք պատմական շատ կարևոր են մեզ համար։ Շատ մեծ եւ շատ արագ փոփոխություններ են տեղի ունենում, այո, մի 20 տարի առաջ, 21 տարի առաջ, երբ որ օրենքներ սկսեցին մշակվել, որ կանանց թույլ էր տալիս եւ ապահովում էր իրենց մուտքը եւ քաղաքականություն եւ հասարակական կյանք, սկսեցին օրենքներ 5%, եթե հիշում եք, պետք է 5% լիներ քաղաքական կուսակցությունների ցուցակում կանայք պետք է լինեին եւ տարիների ընթացքում շատ աճեց այդ տոկոսները եւ այսօր ուրախ եմ նկատելու, որ ավելի քան 30% եւ ազգային ժողովում եւ տարբեր հասարակական հարթակներում կանայք են եւ գեղեցիկ կանայք, գեղեցիկ, շատ հաճելի, միակ այսպես հորդորս, խնդրանքս, ցանկությունս կլինի, որ այդ կանայք, որ հասնում են այդ պաշտոններին կամ արժանանում են հասարակության ուշադրությունը, չկորցնեն իրենց կանանցիությունը, որ կարողանան պահպանել այդ քնքշությունը, գեղեցկությունը եւ երբեք չշփոթել քնքշությունը եւ բարիությունը թուլության հետ։ Քնքշությունը եւ բարիությունը ընդհակառակ դա ուժեղ մարդկանց տիրապետում է եւ կանայք իրենց օրինակով ցույց պետք է տան, որ կարող ես լինել քնքուշ, կարող ես լինել գեղեցիկ, կարող ես լինել մեծ ժպիտով, բայց նաեւ շատ ուժեղ, ինչպես որ ցույց են տալի մեր կանայք այս։ Եվ ես այսպես կարող եմ վստահաբար ասել, որ դուք հենց ձեր նշած կնոջ օրինակն եք, որովհետև կյանքի ցանկացած իրավիճակներում, ցանկացած փուլերում, թե հեռուստաէկրաններին, թե առհասարակ կյանքում ձեզ հանդիպում ենք ժպիտով, քնքուշ, կարող եք ոչ ժպիտով հանդիպել, գորգռալուց կարող եք ես ամենայն դեպս չեմ հանդիպել, դրա համար վստահաբար ասում եւ միևնույն ժամանակ ուժեղ, ամուր կանգնած։ Կարծում եմ, երբ որ դու ներքին աշխարհդ մաքուր է եւ դու ազնիվ ես եւ դու հավատում ես քո աշխատանքին, դու ոչ թե միայն ուժեղ ես, այլ նաեւ հանգիստ ես ու բարի, որտեվ խաղաղ է, քո ներսդ խաղաղ է։ Իրականում ամենակարևոր կետերից մեկն է, հատկապես կնոջ համար։ Այո։ Այդ խաղաղությունը ներքին եւ հավատքը առ Աստծո եւ առ մարդկության, որտեղ պետք է նաեւ հավատաս մարդկանց, քո շրջապատին, քո ընտանիքի անդամներին։ Որքան էլ դժվար է այսօր գլոբալ մարդկանց հավատալը, խոսքը ընտանիքի կամ շատ մտերիմների մասին չէ, որքան էլ դժվար է, բայց ամեն դեպքում պետք է փորձել Գիտեք, իմ կրեդոն միշտ եղել է, որ բարի մարդիկ շատ ավելի են, քան չար մարդիկ։ Ուղղակի չար մարդիկ այնքան չար են լինում եւ այնքան բարձրաձայնում են, ցույց են տալիս, դա որ այսպես մի քիչ բարի մարդիկ շատ են ավելի երևում։ Այո, բայց եթե փնտրենք, կգտնենք բարի մարդկանց։ Եթե մենք ընտրենք, որ պետք է բարիությամբ շրջապատենք, մենք ունենանք այդ առիթը։ Տիկին Արմինե, իսկ կհամաձայնվեք, որ կան խնդիրներ, որոնք շատ հաճախ հենց առնչվում են կանանց։ Եվ եթե այո, ապա ասես որոնք են այդ խնդիրները։ Այո։ Ժամանակները փոխվել են, մենք խոսեցինք, որ կանայք հիմա շատ ավելի մեծ դեր ունեն հասարակության մեջ, բայց նրանց դերը ընտանիքի մեջ դեռ չի նվազել։ Դրա համար կանայք հիմա շատ դժվարին ժամանակներում են, որովհետև մենք բոլորս կրում ենք մեր տատիկների, մեր մամաների օրինակը, ուր պետք է լինենք հեզ, ուր տնային պարտականությունները մեր վրա պետք է լինի, երեխաների մեծացնելը մեր վրա պետք է լինի, բայց միևնույն ժամանակ մենք վերցրել ենք այս հասարակական աշխատանքների եւ դրսի աշխարհի, այսինքն բիզնես աշխարհի պարտականությունները մեր վրա։ Ուրեմն մեր պարտականությունները հիմա 2 անգամ ավելացել են եւ դժվարացել են։ Այո,
հաճելի է, բայց նաև դժվար է։ Եվ եթե տանը չկա տղամարդ, որը հասկանում է, բռնումով է մոտենում, ինչ որ առումով օգնում է քեզ, կարող են շատ լուրջ խնդիրներ առաջանալ։ Դուք երկար տարիներ ղեկավարել եք կրթական ծրագիր, որը սերունդներ է կրթել եւ պատրաստել եք ինչպես քաղաքացիական հասարակությունում ճիշտ դրսևորելու, այնպես էլ բիզնեսի մասին սկզբնական գիտելիքներ ձեռք բերելու առումով։ Կարճ կարող եք պատմել այդ ծրագրի մասին, որի կարևորությունը վստահ եմ ակնհայտ է։ Գիտեք 92 թվականներ, երբ որ դպրոցներում ուզեցինք սկսել այսպես բիզնես ծրագիրը երեխաներին սովորեցնել եւ հիշում եմ, որ այնքան վատ էր ընդունվում դա այն ժամանակ եւ դա այն տարիներն էին, որ մարդիկ փոքրիկ սեղաններ էին դնում փողոցներում, ծամուն, ըմպելիք, այսպես փոքրիկ բանալի, այո, եւ երբ որ մենք ասում ենք, գիտեք, մենք փորձում ենք այս սեղանիկները դարձնենք մեծ խանութներ, մարդիկ չէին հավատում, թերահավատ էին, բայց անշուշտ ժամանակները փոխվեց եւ երեխաներն էին շատ սիրով գալիս այդ դասերին, որտեղ սկզբում դասերից հետո էր լինում եւ երեխաները փախնում էին դասի ժամանակ, բայց դասերից հետո գալիս էին մասնակցելու, որպեսզի սովորեն այդ ձեռնարկատիրության հիմունքները։ Եվ տարիների ընթացքում հազարավոր երեխաներ շրջանավարտ եղան այդ ծրագրերի հետո քաղաքացիական կրթությունը եւ հիմա շատ ուրախ եմ որ տարբեր տեղեր եմ լինում երիտասարդներ մոտենում ասում են մենք ձեր ծրագրերը դա ուզում հարցնել վստահ եմ որ շատերը գտել են իրենց տեղը թե հասարակական թե քաղաքական կյանքում ուզում էի հարցնել արդյոք հիշում են թե որտեղից են սկսել որովհետեւ դա էլ է կարևոր եւ դա էլ է խոսում մարդու տեսակի մասին, որ չմոռանա թե որտեղից եւ ում շնորհիվ է քայլեր արել։ Նայեք, հազարավոր երեխաներ կան, որ անցել են դպրոցներում, այդ երեխաները նույնիսկ չեն իմացել, որ իրենք մասնակցում են ինչ-որ հատուկ ծրագրի, բայց այն երեխաները, որ մասնակցել են ամառային ճամբարներին, որտեղ դրանք արդեն ընտրյալ երեխաներն են, յուրաքանչյուր դպրոցից 1 կամ 2 ամենագերազանց երեխաները հրավիրվում էին ամառային ճամբար եւ այդ երեխաներն էին, որ իսկապես կապվել են, հասկանում են ծրագիրը, հասկանում են թե դուք ինչ եք արել իրեն ծրագիրը ինչ արել իրենց համար, կային նաև երեխաներ, երիտասարդներ, որ ընտրվում էին եւ Միացյալ Նահանգներում էին գնում մասնակցում տարբեր մրցույթների եւ դրանք շատ կապվել են։ Եվ գիտես, ամենահուզիչ իմ համար այն է, որ մոտենում են եւ ասում են ես հիշում եմ դուք այսպեսի մի բան ասեցիք, կամ մենք հյուր ունեցանք եւ այսպես մի խորհուրդ տվեց եւ որտեւ այդ ժամանակ դուք քեզ թվում է որ շատ անգամ իրենք նույնիսկ չեն լսում կամ չեն ըմբռնում քեզ, բայց տարիներ հետո երբ որ արդեն քաղում ես այդ աշխատանքի արդյունքը դու իսկապես լավ զգացմունք է։ Իհարկե։ Երբ հետ ես նայում հասկանում ես որ շատ մարդկանց կյանքում թե խոսքով, թե գործով շատ մեծ հետք եք թողել։ Չգիտեմ, եթե մեծ հետք է, բայց ինչ որ կապել ես իրենց կյանքին։ Դա շատ կարևոր է, կարծում եմ, շատ ավելի կարևոր է խոսքը տարիներ անց լսել, որ հուզիչ է իրականում։ Տիկին Հովհաննիսյան, գաղտնիք չէ, որ մեր հասարակությունը այս օրերին խիստ բևեռված է։ Եվ այնքան է բևեռված, եթե համեմատականներ անցկացնենք, երբևէ ես համենայն դեպս չեմ հիշում, որ այս չափ բևեռված լինի։ Ձեր կարծիքով ինչպես կարելի է որոշակի առումով հանդարտեցնել ու թույլատնել այդ լարվածությունը։ Երանի պատասխաններ ունենայի այս հարցի, իսկապես դժվար հարց է, բայց հրատապ հարց է, որովհետև եթե այսպես շարունակվի, լավ վերջ չենք ունենալու։ Ես կարծում եմ յուրաքանչյուրս, այն մարդիկ, այն անհատները, որ մտահոգված են այս հարցով, իրենց օրինակով, իրենց պահվածքով, ինչպես որ ասում են մի ապտակ տալիս են մյուս երեսդ պիտի տաս, երբ որ քեզ կոպիտ վերաբերմունք են անում, դու պետք է ժպտաս, յուրաքանչյուրս մենք մեզ պետք է փոխենք, որպեսզի կարողանանք ինչ որ
ինչ-որ մի փոփոխություն տեսնենք։ Անշուշտ այսպիսի ժամանակներում շատ կարևոր է, որ այն մարդիկ, որ ղեկավար դերում են, այն մարդիկ, որ հասարակության կողմից ընդունված են, իրենք առաջի պլան կան եւ իրենք խոսեն այս մասին։ Կարծում եմ ամենակարևոր բանը, երբ որ մարդիկ խոսեն միմյանց հետ։ Գիտեք, ես օրինակ եմ հիշում, որ երբ որ Ռաֆին պարլամենտի անդամ էր եւ ընդդիմություն, ինքը մի անգամ ներողություն խնդրեց իշխող կուսակցության մարդկանցից մեկին եւ դա այնքան վատ ընդունվեց, ինչպես կարելի է ներողություն խնդրել, բայց ինչու չի կարելի, եթե դու սխալ ես կամ ընդունում ես, որ սխալ ես, ոչ մի խնդիր չկա, որ ընդունես, որ դու սխալվել ես, որ խոսես եւ առաջ գնաս եւ մեր երկիրը այնքան փոքր երկիր է, մենք չենք կարող մեզ համեմատել մեծ երկրների հետ։ Մենք բոլորս իրարու ճանաչում ենք։ Մենք բոլորս այսօր իշխանություն ենք, վաղ ընդդիմություն ենք, այսօր համաձայն չենք քաղաքական տեսակետներին, վաղը համաձայն ենք, եւ ոչ մի անգամ պետք չէ այդքան սուր արտահայտվել։ Հիմա մարդիկ կլինեն, կասեն, ինչ եք խոսում, մենք երկիր ենք կորցնում, մենք 5000 երիտասարդ ենք կորցրել, մենք Արցախն ենք կորցրել, ինչպես հիմա պիտի նստենք եւ հանգիստես բոլորը քննարկենք, բայց ինչ է ալտերնատիվը։ Ալտերնատիվը այն է, որ չարությունը շարունակենք, եւ դա ոչ մի լավ բանի մեզ չի բերի։ Եվ խոսելով չարությունից, իմ մտքին եկավ այս հարցը, որ այսօր նաեւ տարածված է այն իրավիճակը, երբ քաղաքական հայացքների պատճառով հարազատները, բարեկամները միմյանց հետ վիճում են, միմյանց հետ չեն շփվում եւ ասեմ ավելին, շատ դեպքերում նաեւ թշնամի են դառնում։ Ես այդ բոլոր մարդկանց ուզում եմ ասել, որպես մի կին, որ եղել է քաղաքական գործի կողքին այսքան տարիներ, որ իշխանություններ են փոխվել, համակարգեր են փոխվել, ես ուզում եմ բոլորին ասեմ, որ դուք մի մտեք այդ խաղի մեջ, մի մտեք, դա իսկապես չարժի այդ թանկագին ընկերները, թանկագին ընտանիքի անդամները, որ ունեք, որտեղ իշխանությունները գալիս եւ գնում են, ընդդիմությունները դառնում են իշխանություն, իշխանությունները կդառնան ընդդիմություն վաղը եւ ոչ մեկը չարժե, որպեսզի խաթարի ձեր հարաբերությունը եւ ձեր անդորը ձեր ընտանիքի անդամների հետ։ Տիկին Արմինե, դուք հայտնի եք շատերին Օրան բարեգործական կազմակերպությունով, որ իր բազում բարի գործերն է կատարել վերջին 20 եւ ավելի տարիներին եւ վերջին տարիներին էլ ավելացրել է Արցախից տեղահանվածների օգնության ձեռք մեկնելը։ Ուզում եմ վստահ եմ երկար կխոսենք այս թեմայի մասին, եթե ես ձեզ հարցեր տամ, որովհետև հարցերը շատ են, ուզում եմ կարճ պատմեք այս ծրագրի մասին։ Երբեք չի պիտի մտածեինք, երբ որ Օրանը սկսեցինք, որ մի օր մենք տասնյակ Արցախից երեխաներ պիտի ունենանք Օրանում։ Եվ այդ փաստի առաջ կանգնեցինք միանգամից եւ մեզ թվում էր, որ ինչ տարբերություն, մենք օգնում ենք Հայաստանի կարիքավոր երեխաներին, հիմա մեր դռները բացում ենք Արցախի երեխաների առաջ։ Բայց պետք է ասել, որ Արցախի երեխաների կարիքները եւ կերպարը մի քիչ տարբեր էր, այն առումով, որ այս երեխաները ունեցել էին լավ կյանք, իրենք լավ կրթություն էին ստացել, իրենք շատ սիրող ընտանիքներից էին եւ ահա միանգամից գալիս են մի տեղ, ինչքան էլ որ դա հայրենիք է, ինչքան էլ որ իրենց Հայաստանն է, իրանց համար օտար են այստեղ, օտար բարքեր կան, օտար են զգում իրենց դպրոցում, իրենց թաղամասերում եւ պետք է կարողանայինք բերել այս երեխաներին եւ ինտեգրացնել նրանց Հայաստանի երեխաների հետ եւ
տալ իրենց մի տաքուկ անկյուն, ուր իրենք հարազատ կզգային եւ մոտ։ Հիմա տարիներ է անցել եւ այդ երեխաներին չես կարող արդեն տարբերվել Հայաստանի երեխաների հետ եւ բրավո իրենց, որ իրենք այդ տարիները երբեք չբողոքեցին, երբեք չընկճվեցին, չհիասթափվեցին, իրենք շատ ավելի ուժեղ են եւ իրենք միայն ավելացրեցին Հայաստանի բարգավաճումը, իրենք իսկապես շատ լավ երեխաներ են, շատ լավ ընտանիքներից են գալիս եւ մենք շատ բախտավոր ենք, որ մենք իրենք հիմա Օրանի ընտանիքի մաս են կազմում։ Տիկին Հովհաննիսյան, Օրանը կարծես թե ձեր մեծ ընտանիքն է եւ վստահաբար կարող եմ ասել, որ այն ձեր կյանքից շատ մեծ ժամանակ է խլում։ Արդյոք այն որոշակի առումով ճակերտավոր ասեմ, չի խանգարում ձեր իսկական ընտանիքի հետ ժամանակ անցկացնելուն։ Դա երեխաներին պետք է հարցնես եւ Ռաֆին, բայց ես կարծում եմ ես ավելի լավ մայր եմ, որովհետեւ եթե ես իմ երեխաներին դաստիարակել եմ, որ իրենք ունենան կարեկցանք, իրենց օգնեն մարդկանց, որ իրենց արժեհամակարգը այլ լինի, ես դա արել եմ իմ օրինակով եւ իմ երեխաները շատ փոքր տարիքից մասնակցել են իմ բոլոր առաքելություններին կապված Օրանի հետ եւ ոչ միայն իմ երեխաները, այլ իմ ընտանիքի բոլոր անդամները, Ռաֆի ընտանիքի բոլոր անդամները, որ երիտասարդները հիմա կազմակերպում են տարբեր դրամահավաքներ Միացյալ Նահանգներից մինչև Ֆրանսա, որպեսզի մենք կարողանանք միջոցներ ունենանք Օրանի համար, մինչև ամենափոքրիկները, որ ինչ որ ձևով կամավոր աշխատանք են տանում եւ այդ ձևով դաստիարակվում են լինելու լավ քաղաքացի եւ լավ մարդ ամենակարևոր։ Տիկին Արմինե, Օրանի յուրահատուկ նախաձեռնություններից մեկն էլ նաեւ տարեցների երգչախումբը, կարծես թե այն բացառիկ երևույթ է Հայաստանում եւ տեղյակ եմ, որ նրանք համերգ են ունենալու։ Մի փոքր կբացեք փակագծերը։ Այո, ապրիլի 22-ին մեր տարեցները իրենց երգչախմբով եւ երեխաների հետ համերգ կունենան եւ շատ հաճելի է լսել իրենց։ Ես հիշում եմ տարիներ առաջ, երբ որ սկսում էինք խումբը, շատ քիչ մարդիկ էին ուզում մասնակցել մեր տարեցներից, որովհետև իրենք ասում էին, օ, ամոթ է, ինչպես պիտի ելենք բեմի վրա։ Հիմա ունենք 10-ից ավելի անդամ, որոնք սիրով են մասնակցում, ունենք շատ լավ ուսուցիչ Տիկին Սիլվան, որ շատ համբերատար իրենց հետ աշխատում է, եւ իրենք պատրաստ են ապրիլ 22-ին ներկայանան հանրությանը, որպես յուրաքանչյուրը մի աստղ։ Բացառիկ երևույթ է լինելու։ Այո։ Շնորհակալություն, իսկապես հրավիրում եմ նաև ձեզ մասնակցելու, որովհետև ինձ թվում է անմոռանալի է լինելու։ Ահա, վստահ եմ։ Տիկին Հովհաննիսյան, դուք եւ ձեր ամուսինը, Ռաֆի Հովհաննիսյանը, կարծես թե վերացնում եք մեկը մյուսին։ Եվ հետաքրքիր է, ով կամ ինչն է ձեր ամուր հարաբերությունների շարժիչ ուժը։ Ինձ թվում է, երբ որ երիտասարդ ես, դա անշուշտ սերն է, բայց տարիների ընթացքում ինձ թվում է այդ սերը, ռոմանտիկ սերը փոխվում է, ինչքան որ մեծանում ես, դա արդեն ավելի ընկերներ ես դառնում եւ արդեն սկսում ես քեզ կապում է այդ պատմությունը, այդ ճանապարհը, որ միասին անցել ես, անշուշտ երեխաները, թոռնիկները, բայց նաեւ այդ օրերը, որ միասին ունեցել ես, այդ դժվարին եւ ուրախ օրերը։ Դրա համար եթե երիտասարդներ կան, որ դժվար օրեր են ունենում, երբեք չհուսահատվեք, որտեվ դա մի դրվագ է, որ գալիս է ձեր սերը ավելի ուժեղացնելու եւ ձեր ամուսնու հետ եւ ձեր կնոջ հետ ավելի մտերմացնելու։ Եվ վերջում հետաքրքիր է իմանալ, թե որն է ձեզ համար բացարձակ արժեք։ Այս հարցին ձեր ծրագրով մի անգամ եմ պատասխանել եւ ուզում եմ ասեմ, որ դեռ չեմ փոխել միտքս։ Ինձ համար բացարձակ արժեքը մարդն է։
ինչքան էլ որ սիրում եմ հողը, Հայաստանը, Արցախը, առանց հայի, առանց հայ մարդու չեմ պատկերացնում այն։ Շնորհակալ եմ Տիկին Արմինե, շնորհակալ եմ այսքան դրական էմոցիաներ տալու եւ հյուրընկալվելու համար։ Շատ շնորհակալ եմ ձեզանից, շատ հաճելի է ձեզ հետ զրուցելը։ Նմանապես։ Եթերում բացարձակ արժեքներ, կհանդիպենք։